Ներկայիս իշխանությունը ներկայացրում է այսպիսի ծրագիր աշտարակ քաղաքում ուսանողական քաղաք, որովհետեւ ուսանողները այնտեղ մեկ շաբաթ կնակվեն եւ եկերը սովորեն։ Ինչ կարծիք եք, քանի որ ուսանողները կար ասում են, որ ինակ Եվրոպան դուրսը սովորի։ Եվրոպայում 90% համալսարանների ինչ-որ կոնկրետ կենտրոնացած տեղի մի քանի համալսարանների եւ կրթությունը բոլորը ինտեր է ստանում, իսկ Հայաստանում քաղաքի տարբեր ծայրերում սրված է համալսարանները։ Դուք կողմ եք եւ ինչպեսի կարծիք ունեք նմանատի սոցիալ կարադոկին Ինձ համար դա հնչում է բան մի ասուկի ես լավ չի պատկերացնում թե ինչու կենտրոնացնելը միտեղ անպայման բերելու է բողոքի բարձրաց։ Սովետական միությունում Հայաստանի կրթությունը համարում է բարձր որակի պրոցեսը։ Երբ սովետը փոխվեց, օրինակ պոլիտեխնիկա ավարտածը միշտ դրսում աշխատանք է։ Մոսկվայի լավագույն բուրերի ավարտած մասնագետները դրսում ուղղակի որ ասում են առասկոտ մի քանի ինժեներական բոլի MIFI, MFT-ի, Baumangan, MEI այ կոյերի շարժանավարտները դրա մեջ չխնդի կոմոդ դուտեղ ուիտեղ հավաքես չավաքես այդ հարցը չես լեցել եւ այդպես չի որ Եվրոպայում սա հավաքված են միտեղ այդպես չի կամ որ պատմականորեն այդպես է ձևավորվել կամ այլն օրինակներ որ կապ չունեն այս տարբերակ իսա հետական մի բանն է ավելի շատ քարոշչական բնույթ է դուք միտեղ հավաքես դրանից քո դասախոսական կազմի sense արհեստավարժությունը չի ոչ մի չի Իրական, եթե նայեք, Երևանը հենց այդպես էլ կառուցված է։ Երևանի կենտրոնը համալսարանների տեղակայումը ինքն է երկրում ակադեմիական քաղաքի արկայություն։ Այսինքն նոր բան հորինելու կարիք չկար։ Թամանյանը հեծե տրամաբանությամբ կառուցել, որ բոլոր համալսարանները գրեթե իրար կողքին գտնվեն։ Հետո մեկ այլ բան կա, իսկապես ընդհանուր քաղաքականությունը տարվում է այնպես, որ կրթությունը ուղիղ հասցածվում է շենքային պայմանների հետ կամ տարածքի հետ։ Ինչ որ ձև կապված է, բայց բովանդակային առումով համարժեք չէ, այսինքն դու կարող ես իդեալական պայմաններ ստեղծել, կանատոկներ ստեղծած, բայց մինչև որակյալ կրթություն չես տալիս, դա չի նշանակում, որ թվորցության մակարդակը բարձրացրեցիր։ Եվ հետո ես շատ եմ խոսել նաև դասախոսների հետ, ուսանողների հետ։ Երևանը չունի այնպիսի ենթակառուցված, միայն առավոտյան այնտեղ գնալ գալը ամբողջ դասախոսական կազմի համար ուղղակի մծավանջ ընտանան։ Չաշխատող կառույց է, ակադեմիական քաղաքը մետրոյի աճապնյակ կայարանն է։ Նույն բանն է, արդեն քանի անգամ հետաձգում են կառավարության նիստով հետաձգում են, հողերը մսխում են, արդեն քրեական գործ կա դրանով հարուցված։ Այսինքն բանն է, ասենց ուղղակի հռետորաբանությունը ասել է, երևի ինչ-որ մեկը կողքից հուշել է, որ երիտասարդների համար գրավիչ կլինի, տենց կամպուս սարքել, հա, ուրախ կլինեն երիտասարդները, մտածել են, թե զա առաջ տանեն։ Բայց բովանդակային առհոտ դա կրթության վերահսկողություն չունի, լուրջ ենթակառուցվածքային խնդիր վերահսկողություն, իսկ Երևանի կենտրոնը համալսարանների տեղակայման տեսանկյունից ինքը հենց ակադեմիական քաղաք ստացվել։ Մի ման այստեղ կավելացնի չգիտեմ միգուցե մոտիվացիան ուրիշ է ոչ թե երիտասարդների համար դա գրավիչ կլինի միգուցե ուղղակի ազատվող շենքեր շատ գրավիչ այս շատ գրավիչ բան է պաշտոնյաների համար այստեղ ես կարծում եմ այս մոտիվացիան շատ ավելի հզոր մոտիվացիա է